Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղն այսքան մարդաշատ երբևէ չէր եղել։ Վաղ առավոտից բոլորը շտապում էին նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցի մասնակցելու օծման արարողությանը։ Մովսեսն իր անունը ստացել է գյուղի քահանայի անունից։ Սերոժ Բադալյանը քահանայի ընտանիքից է, պատմում է, որ այստեղ նախկինում էլ եկեղեցի է եղել։ 2005 թվականին ծագումով Մովսեսցի Մոսկվա բնակ Վազգեն Վանեսյանի եւ նրա ընկերների նախաձեռնությամբ ու բարերարությամբ որոշվեց նախկին եկեղեցու տեղում վերխոյացնել նորը։ Դիմեցին մայրաթոռին։ Ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանն արեց եկեղեցու նախագիծը։ Շինարարական աշխատանքներին մասնակցեցին բոլոր գյուղացիները։ Թովմաս Պապյանը գլխավոր շինարարն է։ Հայրենի գյուղում եկեղեցի կառուցելու երազանքն այսօր իրականություն է։ Մինչ այս բնակվել է մայրաքաղաքում։ Եկեղեցին կառուցելուց հետո որոշեց մնալ հարազատ գյուղում։ 5.5 տարի տևեց առանց տեխնիկայի, առանց որևիցե հզոր միջոցների մենք կառուցել ենք ձեռքով, պարանով, այսպիսի դժվարությամբ, բայց կառուցել ենք հաստատ համոզված եւ հավատքով, հիմնականում հավատքով։ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը սրբալույս միրոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանն ու 16 սյուները։ Սա միություն է։ Այսինքն այն նպատակը, որ դրել ենք եկեղեցի կառուցելու համար, այսօր արդեն մենք տեսնում ենք դրա հետևանքները։ Այսօր առաջի հրաշքը կայանում է։ Ես չէի պատկերացնում, որ այս փոքր գործը կարող է այսքան մեծ միասնություն ստեղծել ժողովրդի մեջ։ Նորակառույց եկեղեցում առաջին պատարագը մատուցեց Բերդի եւ տարածաշրջանի հոգեվոր հովիվ Տեր Արամ Քահանա Միրզոյանը։ Մարդիկ այնքան շատ էին, որ ոչ բոլորին հաջողվեց եկեղեցու ներսում մասնակցել սրբազան արարողությանը։ Եկեղեցին հավաքական ուժ է, այսօր Մովսեսցիներին, նրա հարակից գյուղացիներին համախմբում է, եկեղեցին կհամախմբի իրեն շուրջը եւ բոլորիս կպարտավորեցնի, ելնելով մեր քրիստոնեական ավանդույթներից, կպաշտպանենք մեր հայրենի հողը, երբեք չենք վարանի, այդպես եղել է, այդպես էլ կլինի։ Սա մեծ երջանկություն է։ Ես չգիտեմ ինչ բառերով ասեմ, որ շատ ուրախ եմ, որ կարողացել է սենց բարերար գործ անի, այսպես լավ գործ անի ժողովրդի համար, որ դարեդար հիշվի։ Սահմանամերձ պատերազմական վիճակ ապրած եւ այսօր էլ մեր թիկունքը պահող ու պահպանող ժողովուրդը այսպիսի հոյակերտ տաճարում պիտի ծիսական կյանքով եւ խորհրդապաշտական կյանքով ապրի։ Ժողովուրդը ինքը իրեն հոգեվոր օջախը, տաճարը ինքը կառուցեց, դա շատ խորհրդանշական է եւ շատ մեծ կարեւորություն ունեցող։ Նշանակում է, որ բացի հոգեվորից նաեւ մարդու ոգին է շատ պինդ եւ ամուր։ Պատարագի ավարտին կատարվեց առաջին մկրտությունը։ Բարերար Վազգեն Վանեսյանի ընտանիքն այսօրվան երկար էր սպասել։ Սուրբ Աստվածածնի օծումը վերածվեց իսկական տոնախմբության։ Առավոտից սկսված հանդիսությունը տևեց մինչ ուշ գիշեր։